Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Թող Տիրոջս Սուրբ Հոգին առաջին օր թե որ այսօր ես խոսամ այն ինչ որ Տերս պատվիրել էր խմպագի մեջ խոսալ, ինչպես նաև ձեր բոլորիդ հետ։ Ուրեմն շատ աղոթեք, որպեսզի Տերը ձեր մեջ լցնե սեր, մեծ սեր։ Մեկս մյուսիս նկատմամբ, Տիրոջ նկատմամբ, ինչպես նաև օգնե, որպեսզի ներենք։ Այսօրվա թեմայի վերնագիրն է ինչու սիրել, ինչու ներել։ Սիրելիներ, սերը կատարելության կապն է։ Եթե դու չես սիրի Աստծուն, դու չես էլ պահե Աստծո օրենքները։ Հովհաննեսի 5:3 խոսքի մեջ կսե, եւ սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանները պահենք, ու նրա պատվիրանները ծանր չեն։ Եթե դու չես սիրե, դու չես էլ փոխվի։ Եթե չես սիրե, դի կնշանակի, որ նաև չես էլ գնահատե։ Աղոթեք, որ Տերը ձեր մեջ մեծ սեր լցնե իր նկատմամբ։ Այսօր գիտեք ինչի պղծությունը օրեցօր ավելի կշատնա ընտանիքներում, եկեղեցիներում ու տարբեր տեղեր, որովհետև կա սիրո պակաս։ Որովհետև մարդիկ ոչ թե կեշտան եկեղեցի, որովհետև կսիրեն Աստծուն, ու կուզեն որ ամեն ինչ անեն Տիրոջ սիրտը ուրախացնելու համար, այլ կեշտան եկեղեցի, որպեսզի Տիրոջից ինչ որ բան ստանան։ Իրանք չունին փոխվելու բան։ Շատ մարդիկ Աստծուց կհեռենան, որպեսզի հանգիստ իրանց մազերը ներկեն, եղունգներին մանիկյուր քսեն, անգջներին օղ կախեն, բացվածքով շորեր հագնին, քիփ շալվարներ հագնին, թույլ շալվարներ հագնին եւ այլն։ Այնեն բաներ, որոնք Աստծո կամքի պես չեն։ Ու կեշտան եկեղեցիներ, որտեղ որ իրանց ամեն ինչ թույլ կուտան։ Պրոստը Будь с нами и всё։ Կարևոր որ եղնին իրանց հետ զոհաբերություն բերեն, որովհետև իրանք ինչ որ տիպի Չոշուան չէր, մեկ ուրիշ հովիվեր անունը ինչ էր, եթե Տերս հիշը ծրեց կսեմ, որ նոր դժողքից վկայել էր, որ կսե այն մարդը, որ իրան շատ մեծ վստահությամբ վստահել է բոլորի հետ, ինքը իր հարաբերությունները խզել է, երբ որ ինքը կմեռնու դժող կեշտա կտեսնի իր հովին, որ տանջանքների մեջ է նկարը աչքերից դեմ է, ես այդ մասին իմ օգտակար խորհուրդներ YouTube-յան ալիքից մեջ եմ տեղադրել, ինքը ներողություն կխնդրի ու կսե ես ձեզի полезные идиоты համարեի, այսինքն օգտակար հիմարներ։ Որովհետև ձեր միջոցով ես շատ լավ եմ ապրել։ Սիրելիներ, եթե եկեղեցում սրբություն չկա, ուրեմն կա պղծություն։ Եթե եկեղեցին բոլոր օրենքներին սաբլուդայց չի ենե, բոլոր օրենքները չի պահե, այդ եկեղեցում Տերը չի կնայանի, որովհետև Տերը կբնակվի սուրբ վայրերում։ Սխալ է, երբ որ կմտածեն շատ հովիվներ կուկան կփոխվին, չեն կա փոխվին, իրանք կուկան ու մյուսներին էլ հետները կփոխեն, որովհետև այդ մարդիկ չեն եկել փոխվելու համար, այդ մարդիկ եկել են փոխելու համար ու շատերին Տիրոջից հեռացնելու համար։ Ես ցեզի սեմ սիրելիներ, ովքեր որ ինձ կզանգեն, գիտեցեք, մեր խմպագի մեջ ինձի համար մեկ է, երկու հոգի կմիանան, թե իժեք, թե 100 իժեք կամ միլիոն իժեք։ Դոնք ինձ համար սդից բաներ են։ Կարևորը որ Տերը ներկա եղնի։ Ու ես շատ շատերին կհեռացնեմ խմպագից, Տիրոջ պատվերով, որովհետև Տերը պղծության սր մեղքերի մեջ չի բնակվի։ Կան մարդիկ, որ կմտածեն, որ իրանց կարելի է, իրանք նորահոգի են, իրանք լետեր ժամանակ ունին փոխվելու։ Սիրելիներ, այո, նորահոգի ենք, ժամանակ ունենք փոխվելու, բայց երբ որ այդ մարդը տվյալ մարդը կմտնի խմպակ ու կտեսնես որ ինքը հետ չի փոխվի, հակառակը կփոխվի ավելի վատ, դա կնշանակի այն բանի մասին, որ ինքը չի եկել որպեսզի փոխվի,
ինքը եկել է օրհփոխել շատերին, ինքը Տիրոջից չի եկել, ինքը Սատանայից է եկել, ու Ցորենի հետ նաև կաճի որոմները։ Զանգերի հետ կապված այն ինչ որ Տերը կառաջնորդ է, այդ մասին կխոսամ, այդ մասին կսեմ, ժողովուրդ ճանոց կզանգեք, ես չեմ պատասխան այդ պահին, նախ ինձ շատ զանգեր կուկա, ես չեմ հասցնե, ամեն մեկիդ պատասխանեմ այն պահին, որ պահին որ կզանգեք։ Երկրորդը, ուղղակի WhatsApp-ից գրեք, ես երբ հարմար եղավ, անպայման ցեսի կպատասխանեմ։ Որ չմտածեք, որ համամարս կուտամ, համ չեմ պատասխանել, պարզապես մտածեք, որ ամեն բան իր ժամանակին կենե Աստված, ես մի հոգիմ եմ, դուք շատ մարդիկ եք, ու ես կնայեմ Տիրոջը, ում պատասխանեմ ու կպատասխանեմ։ Նաև մի ավելի հզոր ձևով կանցկացնենք ծառայությունները, ավելի խիստ ձևով կմաքրենք մեր խմբագի անդամներին, որոնք որ մտածեն մեղքերի անհնազանդության մեջ։ Սիրելիներ, այն եկեղեցիները, որոնք որ հանդուրժել են մեղքերը, Աստված վաղուց գնացել է։ Ավելի լավ է ես ու դու եշտանք եկեղեցուց, քան թե Աստված։ Մենք այսօր շատ կաղոտենք մեր սրբության համար, մեր մաքրության համար, օգնե Տերը, որպեսզի մենք սիրենք մեկս մյուսիս, սրանով պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, եթե իրար վրա սեր ունենաք, գործնական սեր։ Մեր խմբագի մեջ ես ցեզիս եմ կարգու կանոնը ինչ խետ դրած։ Ես այսօր շատ խառը գխոսամ, որովհետև շատ մարդիկ հարցեր ունին, մեկնությունները փակեն, բայց հեռախոսս հասանելի է բոլորիդ, հարցեր կուտակ կպատասխանեմ, հադիկ։ Ուրեմն մեր խմբագի մեջ հետևյալն է կարգու կանոնը։ Զաստավկի նկարներից հետ պիտի եղնի գոգիկ։ Եթե դու քսված ես, դոշերդ բաց է, քիփ շալվար է հակդ եւ այլն, պարտադիր խմբակ մտնելուց պիտի փոխես։ Դիշ տեղդ մի հատ վարդ կամ երկինքը ավելի ճիշտ կերնի, քան թե այդ նկարը որնոշ կտնես, որովհետև դի կրնակ հայտաղության պատճառ եղնի մյուսներին։ Նայեք ամենափոքր դետալներից նույնիսկ սկսեմ։ Խմբագի մեջ, մեր գրուպի մեջ ոչ մեկը ոչինչ չի գծե ոչ մի տեսանյութ։ Ինչի համար, որպեսզի ես չգիտեմ ով ինչ քարոզ է լսե, ինչ երեք, կարող է Տիրոջից չէ, ես ինքս շատ քարոզներ եմ լսել, որոնք որ Տիրոջից չեն եղել, դևերից են եղել ու այդ տվյալ մարդիկ հետո հայտնվել են դժոխքում։ Դրա համար ես շատ կզգուշանամ ու հիմնականում շատ կկարտամ Աստվածաշունչ ու նաև կլսեմ այն վկայությունները, որոնք Տիրոջից են, որոնց Տերը կառաջնորդ է լսելու, որովհետև նույնիսկ վկայությունները Սատանեն քսերոքս կենը։ Մեր խմբակի մեջ մեր բոլորի անդամները մեր ընտանիքի անդամների պես են։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի կարիք կունենա, մենք մեր զոհաբերությունները, որոնք որ կհավաքենք, դիք կլրացնե ավետարանի քարոզելու հարցում, ինչպես նաև օգնենք կը մեկս մյուսիս, մեկը հեռախոս չունի, հեռախոս կառնենք կուտանք, մեկը հիվանդ է, կխրգենք իժան տեղի կամ ինչի եւ այլնի փող, եթե Տերը դպես կառաջնորդե։ Հիվանդություններ կա, հնարավոր է բժիշկների միջոցով Աստված կբուժե, հիվանդություններ կա, անձամբ կաղոտես ու կբժշկվին։ Ուրեմն եթե ինչ-որ մեկի հարազատն է մահացե, բարեկամն է մահացե, այդ զոհաբերություններից մենք գումար կհատկացնենք, եթե չենք կրնա էշտանք, ասենք մեկ քուրը Ռուսաստան կաբրի կամ արտասահման կաբրի, մենք չենք կրնա խմբակով էշտանք, որովհետև խմբակի մեջ տարբեր երկրներից կմիանան ու օրեցօր Տերը ավելի ու ավելի կավելացնե մեր խմբակի թիվը իր ներկայությունով առաջինը։ Ամենակարևորը դիգ է, քանակի մասին չեմ խոսա, որովհետև ես քանակով պարզենալ չեմ սիրել, ես սիրեմ պարզենալ Տիրոջով։ Երբ որ Տերը ներկա չեք ու եկեղեցին մեջ, ինչ կապ ունի, թե 5000 հոգի քաղաքվին, թե 200 հոգի, կարևորը Տերը ներկա եղնի։ Աստված երկու հոգու միջոցով հնազանդ ավելի մեծ գործեր կենե, քան 5000 հոգու միջոցով։ Մեր հոգով եմ կրնա հազարավոր ազգի չարդը։ Դիք կուզեիս է, հետո ես կտեսնեմ, որ Աստված նաև կտանի, որպեսզի մեր ռուսախոս քուրերու աղբերների հետ աշխատանք տանիմ ու արդեն ես պիտի ինչքան հնարավոր է Տիրոջով ռուսերեն վկայություններ տեղադրեմ իմ ալիքիս մեջ, խոսքեր, այն ինչ որ Տերը կուտա, որպեսզի խոսամ։ Եթե կան մարդիկ, որոնք որ կուզեն ներգրավին մեր եկեղեցում, արտարությունը կխախտե Տիրոջ եկեղեցում, զանգահարեք, ես կաղոտեմ, որովհետև
Այս վերջի կատարվածներից հետո ես զգացի, որ շատ ամեն մարդու պետք չէ խմպակ մտցնել, որովհետև կան մարդիկ, որոնք գայլեր են ոչխարների հանդերձներով ու կուկան ոչխարներ տանելու։ Դոր համար շատ մի զգուշավոր եմ ավելի ու կաշխատիմ որ բավական ժամանակ քննեմ հատկապես այն հավատացյալներին, որոնք երկար տարիների հավատացյալ են, որոնք որ հբարդացել են, գոռոզացել են, բայց Տիրոջ հետ կապ չունին։ Ու հիմնականում ոչ թե Տիրոջը կփնտրեն, այլ փառք, դիրք, ատոր, որն շատ վտանգավոր է։ Դիքտպես ժողովուրդ ջան, ներելու հետ կապված խոսամ, սիրելու ու ներելու հետ կապված։ Ներելու հետ կապված, եթե մենք այսօր մեր մեջ վիրավորանքներ կա, մեր մեջ ցավեր կա, մեզի հետ անաշտար են վարվել, սխալ են վարվել ու դեռ մեր մեջ կմնա, հիմի ժամանակն է, որպեսզի աղոթենք, որ Տերը մեզի ազատե վիրավորանքներից։ Հիշեք, ձեր աղոթքները իրանց զորությունը կկորցնեն, մեր բոլորիս աղոթքները, ասես ասեմ, եթե մեր մեջ կա մարդիկ, որոնց չենք ներել։ Կան մարդիկ, որ ուղղակի կրնանք չշփվենք, բայց իրանց պարտադիր շփդի ներենք։ Որովհետև չներելով մենք էլ չենք ներվի ու հավատացեք, որ փրկություններ չենք ունենա ու կեշտանք դժոխք։ Այսօր մենք ժամի 6-ից 10 պակաս աղոթել ենք սիրելու ու ներելու մասին, խնդրել ենք, որպեսզի Տերը մեր մեջ մեծ սեր լցնե, ինչ կնշանակե սիրել կնշանակե զոհաբերող եղնել։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այո, սիրելը տիք զոհաբերություն է ու ամենաթանկդ պետք է զոհաբերես Աստծուն։ Ես օրինակ մեր խմպակի մեջ ես կտեսնեմ, ով կսիրե Աստծուն, ով ուղղակի իմիջայլոց կվերաբերվի Աստծուն։ Աստծուն սիրողը նախ ամեն ինչ կթողնի բոլոր ծառայություններին կմասնակցի։ Աստծուն սիրողը միշտ պատրաստ կեղնի փոխվելու, ու նաև Աստծուն սիրողը միշտ հավատարիմ կեղնի տասանորդի ու զոհաբերության մեջ։ Տասանորդի ու զոհաբերության հետ կապված էլ այս վերջերս, երբ որ ես վկայություն կլսեի, երկու հատ վկայություն, որ նոր դեմից կեշտա տարբեր վկայություններ են, այդ վկայությունները ես կտեղադրեմ այս տեսանյութի տակ, ինքը ռուսերեն տարբերակով է, երկու տեղ կխոսա, որ Աստված կսեթու տասանորդիդ մեջ հավատարիմ ես եղել։ Ուրեմն, ստեղ նաև սեմ, տասանորդի մեջ, եթե դու հավատարիմ անես մյուս բաների մեջ էլ հավատարիմ չանես, դու փրկություն չես ունենա։ Տասանորդի մեջ հավատարմությունը դու կարևոր է այն ժամանակ, երբ որ մնացած բոլոր բաների մեջ էլ ես հավատարիմ։ Երբեք չմտածեք, թե դուք ձեր տասանորդով ու զոհաբերությունով կրնաք Տիրոջը քնեք կամ փրկություն ունենաք։ Բայց եթե դուք բոլոր բաների մեջ հավատարիմ եք ու տասանորդի մեջ հավատարիմ չեք, դուք սովորական քող եք։ Որնոր կկողնա Տիրոջինը ու Տիրոջը Տիրոջին չի տա։ Որտեղ որ Տերը ցեզի հաստատել է, որ եկեղեցում որ հաստատել է, ուշադիր լսեք, Տիրոջ հաստատած եկեղեցու։ Ոչ թե քու որոշած այդ եկեղեցու, այլ պետք է խնդրեք, որ Տերը ամեն մեկիդ հաստատեն տեղ, որտեղ որ ինքը կենտանի է։ Հենց այդ եկեղեցում էլ դուք պետք է հավատարիմ եղնեք տասանորդի ու զոհաբերության մեջ։ Ինչի՞։ Որովհետև եթե սաղդ տասանորդ ու զոհաբերություն տվող չեք, զոհաբերություն չունիք ենելու, որպեսզի տան մեջ պաշարենու սաղդ կսպասեք, ես ինձ ինչ վիճակի է, ինձ այցելության չեկան, ես հիվանդ է, ինձ չերին, ես մինչս մահացավ, ինձ ոչ մի տեսակի ուշադրություն չդարձրին։ Սիրելիներ, պետք է բոլոր չնստենք, սպասենք, որ պետք է ինչ որ մեկ ենե, այլ պետք է բոլորս ենենք ինչ որ մեկի համար։ Սիկ միշտ հիշեք։ Եթե տան մեջը պաշար չեղավ, այցելություններ չեն կրնայնին, ինչպես նաև կարիքավորներին չեն կրնանա օգնենք։ Դոր համար եղեք նաև զոհաբերող Տիրոջ գործերի մեջ ու Տիրոջ փառքի համար։ Իսկ ինչ պետք է եղնի զոհաբերությունը դիքե ցեզի պետք է Աստված ցույց տա։ Մարմնից որ կենեք չեք օրհնվի։ Տերը որտեղ որ ցեզի կհաստատե, նաև այդտեղ իժակարգ ու կանոնն է դրած, որ եղնենք հավատարիմ նաև զոհաբերությունների մեջ, որբիսի մեկս մյուսից կարիքները լցնեն։ Հիսուսը երբ որ մե հովիվը շատ մեծ գործեր երածկեղնու կեշտա երկինք Աստված իջան ցույց կուտա իր ապդուղներ, ինքը ինքան գործեր երածկեղնի երկրի վրա։ Քրկիր գրած կեղնի, եկեղեցիներ կառուցած կեղնի, շատ շատերին օգնած կեղնի, բայց երկու հատ պատվոգիչ կունենա իր տունն է կառուցած չի եղնի։
ու երբ որ տիրոջը կհարցնե թե էս ինչ է, էս ինչ խոսպես քիչ բան ունեմ, կսե որովհետև դու երկու գործ ես երը։ Այն մնացածներիդ համար մարդկանցից էս փառք ստացե, նույնիսկ հեռուստացույցով քեզի ցույց են տվել, շնորհակալություն են հայտնել քո գործերիդ համար, դու մարդկանցից էս փառքդ վաստակե։ Այս երկու բանը, որ նոր աննկատ է մնացե, երբ որ դու 18 տարեկան էիր ու ճամփի մեկին տեսար, որ նոր վերարգություններ հանեցիր տվեցիր, այդ դուրսը ցուրտ դեշպայսկու վերարգուտ հանеш տվիր։ Դիգե քրվե մեկ ուրիշ բան, որ նոր չեմ հիշե։ Վկայությունը ես կտեղադրեմ այս տեսանյութի տակ նորից, կսեմ ռուսերեն տարբերակով դիտեք։ Վկայությունների շարան է մոտ բացի 3 ժամ։ Շատ լսեք վկայություններ, հոգևոր ու աշխատեք քննեք Աստվածաշնչով, որ նոր կտեսնիք, որ Աստվածաշնչին կհակասե, կարող է եւ սատանեն ամենտեղ ինքը իր որոնները ունի ցանելու։ Ահա, ուրեմն սկանը սիրելիներ, մենք այսօր ժամը 11-ին նորից խմբակ պետք է անցկացնենք, սիրելու ու ներելու հետ կապված պետք է աղոթենք, մի Սուրբ Հոգին չի առաջնորդը, որ ես ձեզի հետ էլ աղոթեմ, որովհետև ինքը պետք է առաջնորդ է խոսալու, ինքը պետք է առաջնորդ է աղոթելու, ինքը պետք է ամեն ինչի մեջ առաջնորդ է։ Հիշենք, որ ամեն բանից առաջ պետք է Տերը իշտա ու մենք իր հետևից։ Իմացեք ձեր տեղը, իմացեք Աստծո տեղը, մտեք հնազանդության մեջ, մի մտածեք, որ ձեր հոգևոր արդեն այնքան լավ որ աշխատելու կարիք չկա, արդեն դու ուտեք ու վայելեք այն ինչ որ տարիներ շարունակ կուտակել եք, դպես չէ։ Իշքան կաբրինք, իշխոր մեր տները, մի օր մոտ չես մաքրե, ինչ կեղնի։ Կթափտպվի ու կկեղտոտվի։ Ամեն օր կմաքրեք, չէ՞ մեր տները։ Շատ ժամանակ տրամադրեք ձեր ներսը մաքրելու վրա, շատ ժամանակ տրամադրեք Աստվածաշունչ կարդալու վրա, որովհետև այդ վկայության մեջ նաև կուտա, որն է քրիստոնյայի պարտականությունը։ Աստվածաշունչ կարդալը 7 կետ կուտա, հիմա ինչ կանի, շծրեց Տերս, ես այդ կանի մասին կխոսամ։ Ուրեմն Աստվածաշունչ կարդալու մասին կխոսացվի աղոթք ենելու մասին, կխոսացվի բարեգործության մասին, կխոսացվի տասանորդ ու զոհաբերություն տալու մասին 7 կետերի մեջ։ Մի խոսքով շատ կարևոր է նաև աստվածաշնչյան ընթերցանությունը, անձնական փոխհարաբերությունները Աստծո հետ։ Այդ վկայությունների մեջ շատ ավելի մանրամասնորեն կրնակ դիտեք։ Սկանե ժողովուրդ ջան, լավ մնացեք ու գրեք իմ հեռախոսահամարս, եթե կան հարցեր կզանգեք, սիրով կպատասխանեմ։ Ու եթե կան մարդիկ, որոնց Սուրբ Հոգին կառաջնորդե, որբիսի միանան մեր խմբագին, ու իրանց նպատակը Աստծուն ճանաչելն է, Աստծո հետ մոտ փոխհարաբերություններ ունենալն է, որբիսի լսե Աստծո ձայնը, կատարե Աստծո կամքը ու պատրաստ է Աստծո համար թողնի ամեն ինչ զանգեք։ Մեր եկեղեցին մոտայիկ եկեղեցի չէ։ Մեր եկեղեցին Սուրբ եկեղեցի է։ Ու մեր եկեղեցում կրնան գան այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են նորից կկրկնեմ ամեն ինչ թողնին ու Տիրոջ հետևից էշտան։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, սուրբ կյանքով ապրեք, հեռախոսահամարս գրեք +374 98 95 0071 ու լավ կեղնոր WhatsApp-իս կամ Viber-իս գրեք, եթե ունիք հնարավորություն, որ ընթացքից պայմանավորվենք զանգենք խոսանք, որովհետև բայր կա, զանգը կուկա, ես խմբակ կանցկացնեմ այդ պահին Տիրոջով։ Զանգը կուկա, ես ինչ որ մի հատ հավատակցի հետ կխոսամ կամ դուրս ունեմ, հարմար չէ, իսկ որ WhatsApp-ից կգրեք, ես ցանկացած պահի կնայեմ ու կպատասխանեմ։ Իսկ եթե կզանգեք էլ չկա հնարավորություն WhatsApp, Viber եւ այլն, այդ դեպքում է ուրեմն օրհնյալ է բոլոր Տիրոջ անունով զանգահարողները, օրհնյալ են այն մարդիկ, որոնք Տիրոջից կուկան, մեր բոլորիս թևերը բարձրացնելու համար, թող Տերը էդ է մեր խմբագից մաքրել, հլը Աստված ցույց կտար, կան մարդիկ, որ լպդի մաքրվին, այն մարդկանց, որոնք գայլեր են ոչխարների հանդերձներով, թող Տերը սպասե, կամաց ցույց տա, որբիսի մասնակցեն այն մարդիկ, որոնք որ Տիրոջը անկեղծորեն կփափագեն։ Եթե ձեր մեջը կտեսնի, որ կա կանչ, ինչ որ կսեմ ցեզի հարազատ է, ուրեմն կնշանակի, որ դուք մեզնից մեկն եք, մեր մարմնի անդամն եք։
Ես իմ ձեռս կճանճեմ, սիկ իմս է, ես ձեռքը իմս է, ես իմ աչքերս, քիթս, բերանս կճանճեմ, իմս է, այդպես դուք պիտի ինչ-որ մեկին ճանճեք, երեկ ընձի քանի հոգի զանգեցին ու կսեն, քու խոսալուծդ հետո ես կսկամ, որ կա մեր մեջ հարազատություն, փառք Աստծուն, Տերը կամաց մեզի բոլորիս իրար հետ կհամախմբե, որպեսզի մենք միասին հավաքվենք ու ծառայենք Հիսուսին։ Մեկ է նաև ներկայացնեմ ծառայությունները ինչ կանցնի։ Եկեղեցին քանոր Տիրոջինն է, ինքը պիտի այդ ծառայությունները անցկացնի Սուրբ Հոգով։ Որևէ մեկին աշկելված չէ խոսալ, եթե ինքը Տիրոջից կխոսա։ Որևէ մեկին աշկելված չէ վկայել, որևէ մեկին աշկելված չէ փառաբանել։ Եթե Տերը ձեր բերանը կբաց է, սկսեք փառաբանել, աղոթ կենել, եթե մարմնից կեղնի, ես շատ արագ դիք կսկամ, վրես պես միամ ծանրություն կուկա, ու հետո կտեսնեմ, որ տվյալ մարդը ուղղակի կխոսա փառք կուզե փնտրե, գովասանք կուզե փնտրե, Տիրոջ փառքի համար չի խոսա։ Բեսօր հոգու ազատություն կա եկեղեցում, մարմնի ազատությունը ընդհանրապես աշկելված է եկեղեցում։ Ես որևէ մեկին չեմ հանձնարարել մարմնից, թե 10 րոպե մեկը պիտի խոսա, 25 րոպե մեկը պիտի խոսա, ամեն մարդ կրնա խոսա, այնքան ինչքան որ Տերը կխոսեցնե։ Վերջերս աղոթքի ծառայության ժամանակ ես նստած եմ ու կսկամ որ չեմ կրնա խոսամ։ Տերը ինձ չէր խոսեցնե։ Մեր խմբակից մի հատ քուր, որն որ ընդհանրապես չէր խոսա ծառայության ժամանակ, իր բերանը Աստված բացեց, այդ իշկապ մգայություններ երավ։ Այդ ինչ ծեբեր լցրե խմբակու քանի հավատակցի միջոցով անցկացրեց այդ ծառայությունը։ Քրերը կխոսան, աղբերները կխոսան, փառք Աստծուն, ամեն անգամ մեկի միջոցով կխոսա։ Մի անգամ մեր աղբոր միջոցով բավականին վկայություններ երեց, խոսած ու փառք Աստծուն։ Թող խոսան այն մարդիկ, որոնց որ Տերը կխոսեցնե, որտեղ հոգին է, այնտեղ ազատություն է։ Բեսօր ովքեր որ կզգան որ իրանց եկեղեցիների մեջ գերիներ են կամ չեն զգա այդ ազատությունը, կզգան որ մեզի հետ պիտի ամուր կապային պայք, բայց չմոռանանք, որևէ եկեղեցի, որևէ մարդ մեր թշնամին չէ։ Մեր թշնամին մեկն է, Սատանան է։ Ու մենք պիտի չդատարենք ամբողջ ազգերի, ցեղերի, ժողովուրդների, լեզուների, եկեղեցիների համար աղոթենք փառք Տիրոջս, փառք Հիսուսիս ամեն ինչի համար, չդատարենք շնորհակալություն հայտնել Աստծուն, որովհետև ինքը բարի է, իր ողորմությունը հավիտյան է, իր սերը ազգից ազգ է, իր սերը զոհաբերող սեր է, ինքը ինքան հոգատար ծնող է, մենք նույնիսկ իր սերը չենք էլ կրնա խորությամբ հասկանանք ու գիտակցենք։ Մի աննշան չափով կրնանք հասկանանք մեր երեխեքի նկատմամբ մեր անձը կյանքը տնելով։ Դեք ինքան աննշան կենենք։ Բայց Աստված ամեն ինչ կենե մեզի համար, բայց շատ մարդիկ են փոքր մեղքը, են անգժներից տաժը օղը չեն ուզե հանեն Տիրոջ փառքի համար։ Մատներից մանիկյուրը չեն ուզե հանեն Տիրոջ փառքի համար։ Մազերը չեն կրնա չկտրեն ներգեն Տիրոջ փառքի համար։ Ու ցույց տան որ Տեր ինչ խորտ ունձի ստեղծել է, ստիկ սիրուն է, ես չեմ կրնա ապելցնեմ։ Այնքան խղճալի մարդ ենք մենք ու անշնորհակալ ու ողորմելի, իրոք ողորմելի, որ Աստված մեզի համար տվել է ամեն ինչ, մենք բան չունենք Տիրոջ համար տալու։ Այն դաժե մարդիկ իրանց զոհաբերությունները 10-անորդ էսպես կդողդղծնեն չեն ուզե Տիրոջը տան։ Չինսը Աստված աշխոր է տվե, աշխոր, ես մի ադամ չոպ չեմ ուզե Տիրոջը տամ, որ Տիրոջ գործը առաջ էշտա։ Զարմանասկ էլի, մարդիկ ինչքան չկամ ու ուզվոր են, որ մենակ կուզեն, ոչ մենակ մարդկանցից այլ Աստծուց, բայց տալու բան չունին Տիրոջը։ Փառք Հիսուս ջան քեզի, ինքան շնորհակալ եմ քեզնից ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ որ մեր եկեղեցին կմաքրես, կհեռացնես այն մարդկանց, որոնք որ քու կամքիդ պես չեն։ Շնորհակալ եմ որ ամեն ժամանակ մեզի կառաջնորդես քո Սուրբ Հոգովդ, քո ճշմարիտ գիտությունովդ։ Շնորհակալ եմ որ դու մեզի քայտնես որ այսօր մեր սերը շատ պակաս է։ Ու այդ սերը արտասանելով չէ, այլ այդ սիրով լցվելով է, ու այդ սերը քեզնից պիտի ծնվի մեր մեջ,
ու կաղաչենք ու խնդրենք քեզնից Տերս, որպեսզի դու ողողես մեզի քո սիրովդ, որպեսզի քո սերդ ավելի լավ ճանաչենք ու այդ սերդ փոխանցենք մարդկանց, մեզի ցավ ծնողների համար աղոթենք ու հասկանանք, թե ով է իրանց հետևը կանգնած ու որևէ մեկի նկատմամբ չարությունով չլսվենք, որովհետև մենք հենց դորով սատանայի կամքը կկատարենք ու քեզնից կհեռանանք, Տերս։ Սովորեցրու մեզի ներել Հայրս։ Մենք չենք կրնա մեկս մյուսից ներենք, բայց երբ որ դու կբերես մեզ այն հասկացողությանը, որ մենք այդ մարդուն նայենք քո աչքերով, մենք կսովորենք ներել։ Դու պես հայտնություններ կուտաս, պես գերբնական խոսաս մեզ հետ, որ մենք չենք կրնա չներենք։ Այս պահին ես հիշեցի երկու դեպք, թե ինչ դու ինձ կսովորեցնեիր իմ ամուսնուս ներել։ Երբ որ ինքնցի դավաճանել էր, դու ասեցիր, եթե քո երեխա տեղներ շնության մեջ դու իրան կներեիր, չէ՞։ Դու ինչի կմտածես, որ ինքը քո ամուսինն է։ Մտածես, որ ինքը քո երեխան է ու իրան ները։ Ու դու ինձ միշտ սորվծրել ես ներել։ Երբ որ ինքնցի շատ վիրավորանքներ ու հայոյանքներ հասցրեց ու ես քեզի գտիմեի աղոթքով, դու ինձ հետ խոսացիր ու սիր ամեն մի վիրավորանքն ու հայոյանքը ես վերածեցի մի հատ ծաղկի։ Ինքը քեզի ծաղկեփունջ է նվեր տվել։ Ինչի՞։ Դու իրանից նեղեցած ես։ Ու ես ինքան ուրախ սենյակից դուրս եկա, ամուսինս տուն եկավ ու սավ Աննա, ասես կներես ես սիսեն, ասես Տերս ինձի բացեց ցույց տվեց, որ դու ինձ ծաղկեփունջ ես տվել։ Ամեն մի վիրավորանքդ մի հատ ծաղկեփունջ է։ Ծաղկի է դարձրել Աստված։ Հիմի դու ինձ ծաղկեփունջ ես տվել, ինչի՞ց նես ներողություն կխնդրես։ Ու սարի քեզի պատճեմ մի հատ։ Եկավ պատճեցի ու անցավ։ Տեր ջան, դու ինքան միշտ ինձ հետ կխոսես, ինքան ինձ ճիշտ ճամպեկը ցույց կտաս, ինչի կսորվծնես օրները։ Մի անգամ երբ որ ինձ իմ աղբերս էր վիրավորանք հասցրե, դու ինձ պես օրինակ բերեցիր ու հետո ասեցիր ինքը եսօրվանից դարձավ քո հիվանդդ։ Դու աղոթե իր համար, ամեն անգամ պես խոսքի հայտնություն կուտաս, պես կհասնես իմ սրտից, որ ես կսկսեմ ներել։ Ու վերջերս երբ որ իմ մեջս շատ վիրավորանքներ ու ցավեր կարծի Տեր, իմ մեջս շատ վիրավորանքներ կա, ես չեմ կրնա ներեմ, օգնոր ներեմ, դու ինձ մի պատասխանը տվեցիր։ Սկսե աղոթել քեզի ցավ ծնողների համար։ Ու ես աղոթեցի ու միջիցս այդ վիրավորանքը գնաց, դու ամեն ինչի ճիշտ պատասխանները տալը գիտես, Տեր ջան։ Ես քեզնից ինչքան շնորհակալ եմ, ախր ինքան բաներ ես սիրել։ Ինքան բաներ ես սիրել իմ կյանքիս մեջ, որ եթե առավոտից երկուն շնորհակալություն հայտնեմ, քիչ է Տերս։ Կաղոթեմ բոլոր ազգերի, ցեղերի, ժողովուրդների ու լեզուների համար, Տերս, որպեսզի ամեն մեկին կպնես, բոլոր եկեղեցիների համար կաղոթեմ, որպեսզի պղծությունը վերցվի ամեն եկեղեցուց, Տերս, ինչպես խարազանով մաքրեցիր քո եկեղեցին, այնպես այն ժամանակներում հիմա մաքրես բոլոր եկեղեցիները, պղծությունից, շնությունից, հպարտությունից, մեծահավանությունից, գոռոզությունից, մարդկայինից, ու թող հոգիդ ազատ ճախրե բոլոր եկեղեցիներում, բոլորս հավաքվենք մեկ տեղ, ունենանք մեկ միտք, մեկ սիրտ, մեկ հոգի։ Տեր ջան, սովորեցրու մեզ սիրել, լցրու քո կատարյալ սիրով, մենք պակաս ենք, թերի ենք սիրո մեջ, Տերս, մենք պակաս ու թերի ենք սիրո մեջ, եւ երբեք չենք կարող ասել, թե մեր վիճակը շատ լավ է, չէ, մենք թերի ենք ամեն ինչի մեջ, սրբե, մաքրե, լցրու սիրով, լցրու ջերմությունով, օգնե որ ներենք, օգնե որ մեկս մյուսից կարգին հաղորդ եղնենք ու քեզի պես տվող եղնենք, որովհետև սերը տալ կնշանակե, սերը զոհաբերել կնշանակե ու զոհաբերել ամենաթանկը կնշանակե, օգնե որ մենք միշտ պատրաստ եղնենք ամենաթանկ մեր ժամանակը, ամենաթանկ մեր ունեցածը քեզի տալու, հալելույա Տերս, փառք քեզ։ Փառքով փառավորյալ ես Տերս, քո անունդ սուրբ է։ Դու ուրախությունն ես մեր սրտի, դու մեր բաժինն ես, մենք քեզի կհուսանք, միայն քեզի,
Թող քո կամքդ կատարվի մեր կյանքի ցանկացած ոլորտում։ Այս եկեղեցին թող բարձրանա քո սուրբ կամքիդ պես ու սրբություն թող լինի, որպիսի գերբնական հզոր գործեր կատարվեն այս եկեղեցում։ Որովհետև սատանան ու դևերը կվախենան միայն սրբերի աղոթքներից, ամեն։ Ու գիտեք, մի հատ վկայություն պատմեմ, որ նոր մեր խմբագի քուրերից մեկը պատմեց, ինչի շատ բժշկություններ չեն եղնի շատ եկեղեցիներում։ Լավ, այս մասին մյուս տեսանյութի մեջ կպատմեմ ավելի մանրամասն, թե այսօր ինչի շատ մեռելներ հարություն չեն առնի, շատ բժշկություններ չեն եղնի, աղոթքները զորություն չունին, այդ մասին ես կխոսամ հաջորդ տեսանյութի մեջ։ Դերս էլ չառաջնորդեց։ Մարդ ունեն կամ դի կերծնես, որ կրնանա մարսել, շատ որ կերծնես կխանգարվի վերջը այդ մարդը։ Լավ մնացեք, բոլորիդ շատ կսիրեմ, հատկապես ինձ չսիրողներին։ Ամեն դեպքում թող Տերը սփառավորվի բոլորիդ կյանքերում, հավիտյանս, հավիտենից ամեն։ Պատասխանեմ բոլորիդ զանգերին սիրով, պարզապես այն պահին, երբ որ կհասցնեմ։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով, հեռախոսահամարս այս տեսանյութի տակ էլ կտեղադրեմ։ +374 98 95 00 71։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք։